Ստավուշից մեկնարկեց քարոզարշավը եւ բավականին կարծես թե լարված քարոզարշավ է լինելու հաշվի առնելով նաեւ այն, թե որքան մասնակիցներ կան ընտրություններին եւ նաեւ ինչպիսի հայտարարություններ են հնչում։ Մենք քարոզարշավը որոշեցինք մեկնարկել սկսել Գոշավանքից, որովհետեւ այն մեզ համար նաեւ արդարության հետ է, արդարությունն է խորհրդանշում եւ արդարությունն իրավունքը մեզ համար կարևորագույն արժեքներ են։ Իսկ Գոշը, երբ ստեղծում էր դատաստանագիրքը դեռ 12-րդ դարում, հենց այդպես էլ դատաստանագիրքը որպես օրենքների ժողովածու գրվել է։ Այսօր ընտրությունները մեր ցավոք սրտի դարձրել են այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ամեն ինչ անում է, որ դարձնի արտաքին ուժերի միջև ընտրություն։ Այսինքն այնպես է ստացվել, նրանց այդ թեզերն էլ ամբողջությամբ այդ մասին են, որ Հայաստանը այլ ընտրություն չունի անելու, Հայաստանի շահերով ղեկավարվող ուժ, այլ պետք է նայենք տեսնենք, որ արտաքին ուժը ինչ է ում է սատարում, ով է մեջքին կանգնած եւ ըստ այդմ ընտրություն անեն ժողովուրդը։ Մինչդեռ մենք դա է փոխում եւ տեսեք հակադրություններ է առաջացնում հիմա մեր ժողովուրդը ստիպված ինչ պետք է ընտրություն անի Արևմուտք կամ Ռուսաստան կամ որևէ այլ ընտրություն անի, իսկ ինքն էլ ընդհանրապես Ադրբեջանի աջակցությունը վայելող մարդն է մեր երկրում։ Իսկ մենք ասում ենք, որ ոչ, մենք հայերս այսքան հազարավոր տարիների պատմություն ունեցող հերոսական ժողովուրդ ենք, մեր ազգային ինքնությունը, մեր հիմա ունենք Փառք Աստծո մեր անկախ պետականությունն ու ինքնիշխանությունը եւ մենք պետք է ընտրություն անենք ելնելով մեր շահերից, իրանով թե մենք ինչ ենք ուզում, մենք պետք է ընտրություն անենք ոչ թե հաշվի առնելով թե ուրիշները ինչ են ուզում, այլ մենք ինչ ենք ուզում։ Սա է մեր նպատակը, իսկ արդարության գաղափարը ընտրված է նաեւ Գոշավանքի նրանով, որ երկար տարիներ մեր ժողովուրդը եղել է ցավոք սրտի խնդիրներն այնքան շատ են եւ ընտրությունից ընտրություն մարդկանց խոստումներ են տվել, հետո գնացել, կորել են, իրենց համար ամեն մեկը պաշտոնների պետությանը կապ ունենալու նաեւ շնորհիվ պաշտոնների շնորհիվ անձնական կյանքն է բարելավել, բիզնեսներ են դրել եւ այլն։ Հիմա մեր ժողովուրդը նաեւ այդ խնդիրը ցավոք սրտի կա, որ վստահության հարց կա եւ ժողովուրդը հիասթափված է նաեւ հիմա մեր խնդիրն է, որպեսզի այնպես անենք ժողովրդի մեծամասնությունը հավատա մեզ եւ մեր ուժին եւ որ իսկապես արդարությունը գալիս է ու ամենակարևորներից նաեւ որ գիտեք այս իշխանությունը երբ 2018-ին ստանձնեց Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հիշենք ինչ խոստումներ էին տալիս ամենաբարձր խոստումները 2050 թվականին մինչև 5 միլիոն բնակչություն էին խոստանում մինչդեռ 2050 թվականին ժողովրդավարական տվյալներով վիճակագրական այլ ուսումնասիրություններով 24.4% միայն լինելու է մեր ավագ սերունդը, տարեց սերունդը։ Հիմա դուք պատկերացեք ինչ աստիճան է խապված մեր ժողովուրդը այս իշխանությունների նաև քաղաքականության պատճառով։ Պարոն Թաթոյան, ներեցեք, քարոզարշավի առաջին օրն է, ինչ տրամադրությամբ եք սկսել քարոզարշավը ու ինչ ակնկալիքներ ունեք։ Իհարկե շատ լավ տրամադրությամբ եւ մեզ հետ են նաեւ մեր աջակիցները, համակիրները, թիմակիցները, ակնկալիքներն այն են, որ իսկապես մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովրդին ցույց տանք, մեր ժողովրդին ներկայացնենք մեր ծրագրերը եւ այնպես լինի, որ մեր ժողովուրդը իսկապես վստահի, հավատա եւ այն ծրագրերը ստանանք այն քվեն, որպեսզի կարողանանք մեր ծրագրերն առաջ տանել։ Իսկ անհավասար պայմաններում չեք, որովհետեւ դուք խոսում եք նաեւ, որ փորձում են աշխարհաքաղաքական դերակատարների միջև նաեւ ընտրության վերածել եւ վերջերս Հայաստանում տեղ ունեցած գագաթնաժողովն էլ անհավասար պայմաններում չի արդեն իսկ, հա։ Տեսեք, եթե խոսքը գնում է, եթե դուք խոսում եք այսօրվա իշխանությունների մասին եւ նրանց հետ համեմատությամբ նրանք այո իհարկե ի սկզբանե նախ նրանք ամեն ինչի Մակրոնը զբաղված էր Փաշինյանի քարտեզի եթե մենք խոսում ենք գագաթնաժողովի մասին դա բոլորովին այլ հարց է այն իմաստով որ այո Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց որ այդ գագաթնաժողովը դառնա իր նախընտրական քարոզչության գործիք բայց մենք պետք է հասկանանք ինչ տվեց մեր երկրին այդ գագաթնաժողովը եւ մենք ամբողջը այսպես ստուգելով նաև բացատրել ենք թե իրականում ինչ օգուտ պետք է ստանար մեր երկիրը, բայց արդյունքում մեր երկիրը սկսած վիզաների ազատականացումից, անվտանգության համակարգից, առևտրի կանոններից, ներդրումներից, կոնկրետ ծրագրերից, որը մենք մեր երկիրը արդյունքում այդ գագաթնաժողովի փաստաթղթերով չունեցավ, սա ինչ է նշանակում, որ մենք օրինակ պետք է հասկանանք
որ մենք ունենք իշխանություն, որը մեր ազգային շահերը այդ բարձր միջոցառումների ժամանակ առաջ չի տանում ուղղակի, այսինքն խոսքը ոչ թե նրա մասին է, որ մենք թե մեղադրենք օրինակ ուրիշներին, եվրոպացիներին եւ այլն, այլ մենք ունենանք իշխանություն, որ ազգային շահերը առաջ տանի, օրինակ վերցնենք մեր սահմանների օկուպացիան, այդ հարցերը, գերիների ազատ արձակման հարցեր, նույն առևտրի, ներդրումների հարցեր, դրանք ինչպես տեսնում ենք, որ պարզապես կորած են, օրակարգերից չկան եւ մեր համար էլ կոնկրետ ծրագրերով սահմանված չեն։ Սա է եւ մենք մեր խնդիրն է, որպեսի այն ծրագրերը, որ ներկայացնում ենք եւ համոզված ենք, որ միայն այդպես այդ օրակարգը, որ կարող է մեր երկիրը առաջ տանել եւ լուծել խնդիրները, որ կան։ Նաեւ խաղաղության հետ կապված մանիպուլյացիաները կարգախոսից սկսած դեր կանգնիր խաղաղությանը, բայց դուք ինքներդ ասում եք այն մասին, որ այլևի ցանկացած պահանջ կատարվում է եւ այլն, այսպիսի խաղաղությունը որքանով կարող է երկարատև լինել, որքանով կարող է կայուն եւ նաեւ արժանապատիվ լինել։ Մեր երկրում որևէ մեկը չի խոսում նրա մասին, որ մեզ պատերազմ է պետք, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքացի, սա իշխանության հնարածն է եւ իրականում այն իշխանությունը նորից էլի թակարդ է ստեղծել, թե ով ավելի շատը իբր խոսա խաղաղության մասին, նա էլ կհաղթի։ Իրականում այդպես չէ, այսպես իշխանությունը փորձում է թաքցնել, քողարկել այն հարցը, թե ինչու են նրանք ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ հիմա մեզ սպառնում են պատերազմով եւ հələ մի հատ էլ պահանջներ է ներկայացնում, այս իշխանությունը ոչ միայն турք է տալիս, այլ ասում է անպայման պետք է անենք, որովհետեւ պատերազմ կլինի։ Հարց է առաջանում, դու այդ դեպքում որտեղ ենք մենք տեսել երկրի ղեկավար, որ անվտանգության համակարգը այն աստիճան չի կարողացել զարգացնել, ընդհանրապես չի կարողացել, որ ոչ միայն չկարողանան որևէ մեկը սպառնա պատերազմով, այլ ասում է, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Բայց եթե այդ քանի կոպեկ արժի արդեն տենց մարդու ղեկավար լինելը, որ ընդամենը զբաղված է շանտաժով, մեր ժողովրդին շանտաժի ենթարկելով, ինչա թե նրա համար, որ ձախողել է ամբողջությամբ անվտանգության համակարգը մեր երկրում։